Պարոն Մամիջանյան, նախ վերջին իրողություններին անդրադառնանք, փաստացի ԲՀԿ-ին զրկում են քվեներից եւ ամեն գնով 3/5 ամեն գնով մեծամասնություն օրակարգն է առաջ մղել իշխանությունը, այս առնչությամբ ձեր դիտարկումները։ Դա չի հաջողվելու, որովհետեւ ես վստահ եմ, որ բոլոր այն ուժերը, որոնք իրենց համարում են իրական ընդդիմադիր, բայց գիտեք, եկեք իր ընդդիմադիր բառից վերանանք։ Հայրենասեր մարդը դա թույլ չի տա։ Ինչա նշանակում Նիկոլ Փաշինյանը որոշի ով անցնի պարլամենտ, ով չէ։ Մենք միապետություն չենք։ Ինքն էլ ոնց որ թե թագավորական գահ չունի։ Դա Հայաստանի Հանրապետության քաղաքացիների որոշումն է։ Ու այդ որոշումը Հայաստանի Հանրապետության քաղաքացիներից ոչ մեկ առաջին հերթին Նիկոլ Փաշինյանը խլելու իրավունք չունի։ Մենք ինչպես եւ հայտարարել է նախագահ Սարգսյանը 2 օր առաջ դատական նիստից հետո ամեն կերպ կանգնած ենք լինելու Հայաստանի Հանրապետության քաղաքացու քվեի եւ պայքարի խրամատի առաջնագծում։ Այս պարագան Մամիջանյան, ինչպես եք տեսնում, չնայած որ նշում եք միապետություն չի Նիկոլ Փաշինյանը ներկայացրել թագավոր չի, բայց իրենք ըստ էության կարողանում են որոշել ինչպես անել, ինչպես վարվել։ Հիմա նաեւ ընդդիմադիրների արդեն նոր ձևավորվող խորհրդարանի ընդդիմադիրներին դուք ինչ եք առաջարկում։ Երկու մասով պատասխանեմ։ Ես իմ գործընկերներին եթերով խորհուրդներ չեմ տալիս, ես իմ խորհուրդները մարդկանց տալիս եմ զրույցների ժամանակ, ընդ որում նրանց ովքեր որ հարցնում են խորհուրդներ։ Բայց թե որն է ելքը պայքարն է։ Թե որն է ելքը մենք ցույց ենք տվել 8 տարի։ Ապրիլի 25-ից սկսած հանրապետական կուսակցությունը ցույց է տվել, թե որն է ելքը, եւ մենք պլաններ չունենք փոփոխելու մեր գործելավոճը, մենք պայքարի առաջնագծում ենք լինելու ամենապատասխանատու եւ ամենավտանգավոր տեղերում, որովհետեւ այլընտրանք մենք չունենք, դա մեր առաքելությունն է ու մեր կոչումը։ Պարոն Մամիջանյան, ես ձեր անկեղծությանը վերապահումով եմ մոտենում, իրենց ընդդիմադիր, այսպես ներկայացնող մի շարք ուժեր, տեսանք, որ երրորդ նախագահի կողմից ձևակերպումներից մեկը նորից պատճառ դարձավ, որ թիրախավորվի ձեր ուժը, ձեր քաղաքական առաջնորդի հետ միասին։ Ի վերջո, իհարկե այստեղ պարզաբանում եղավ, ինչու են շարունակում գեներացնել նմանատիպ խոսույթ ձեր ուժի նկատմամբ։ Գիտեք, նախագահ Սարգսյանը դրան մասին մի քիչ առաջ ասաց, ես էլ եմ դրան երեք անդրադարձել։ Ինչքան ասել եմ հերիք է։ Ես կարծում եմ, որ եկեք թողենք թող Էդմոն Մարուքյանը իր նոր շահած, նոր տերերից շահած քաղաքական տենդերը բարով վայելի։ Մենակ թող մեզնից հեռու վայելի, էլի։ Նոր տերերը ովքեր են։ Ես երեք դա իմ լայվում նշել եմ։ Ես համարում եմ, որ դա հանկարծակի չէր, որ պարոն Վիկտոր Սողոմոնյանի հետ այս կամ այն կերպ առնչություն ունեցող բոլոր լրատվականների աստղը երեք Էդմոն Մարուքյանն էր, այսօր իմ ջայլոց նույնպես։ Դե ինչ, եթե Մարուքյանին դուր է գալիս քաղաքական պատրաստ չի աշխատել, ինչ անեմ, թող աշխատի։ Կանալի ձեր տեսակետը։ Շնորհակալ եմ։